Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Թրքական վարչակարգը չի խնամեր Սուրբ Արարատը մասիսը, Նարինե Ղարաբեդյան բادرազմի հիշողության եւ Արցախեն յետ կյանքի մասին, Զուգահեռ օրագարկերու անհրաժեշտություն եւ pedagogan վտանգներու խորացումը, հայերու տարավոր ներկայությունը Սուրբ տեղերու մեջ, հայկական Երուսաղեմը, ես տեսա թրախտի գործանումը, ցեղասպանության ճանաչման շարունակականությունը Երանելի Ինքնատիոս Մալոյանի սրբատասմամբ, Աչակցինք Արևմտյան Հայաստանի pedagogan հեռուստատեսության, միացեք մեր վետերաններուն։ Անահիտ Ոսկանյան գկրե Առաջին ցնցումը, երբ իմացա, որ Արարատ մասիս վերելքը 3 օր կտևե, մինչ այդ հրոշներով լուսանգարներ դիտելով այդ մասին չէի մտածած։ Բարձվեցա, որ կակա տասնելու ընթացքին Արարատը կվերածվի նաև աղբավայրի։ Թաթար Լեռնակնած Պուլատ Զաքիրովի դեսանյութը ցույց կտա, թե չորիները թադարք վար գիչնեն, բայց աղբը դեղը կմնա։ Ավելի աղդոդ է, քան Նեպալը կսեան։ Թրքական վարչակարգը կփորձի Հայաստանին արգելել Արարատ մասիսի պատկերը, բայց իրականության մեջ իսկապես չգիտակցիր, թե Արարատը այսօր ինչ վիճակի մեջ է։ Մասիսը եղած է ու պիտի մնա հայերուս հայրենիքի ամենահզոր խորհրդանիշը։ Հիշեցումը հայերուն համար գորուստի, իսկ թուրքերուն համար օդարության։ Նույնը Արցախի բարակային է, որքան ալ խոսին հաղթանակի մասին, չեն սիրեր այդ հողը։ Արարատի պես Արցախն ալ կանգնած է իրենց կողորտին, այս բոլորը հագասություն չեն, իրար մեկ աղված իրականություններ են։ Նարինե Ղարաբեդյան, Իրանակետ, լուսանգարիչ եւ 2 զավակներու մայր բռնի դեղահանված Արցախահայ մնե։ Այսօր անգաբրի Արևելյան Հայաստանի մեջ եւ Գաշխատի Մարաշլյան լուսանգարչական կենտրոնը, ուր հայերը կլուսանգարվին իրենց նախնիներու դարազներով, վերագանքնելով բادرազմներով եւ ցեղասպանությամբ ընդդատված հիշողությունը։ Իր առաջին վավերագրական ժապավենին մեջ Նարինեն կգտնե ինքնության, պատկանելիության եւ վերադարձի հարցերը սեփական փորձառության հիման վրա։ Մանկությունը անցուցած է առաջին Արցախյան բادرազմի դարիներուն, իսկ երկրորդին ժամանակ եղած է մայր փորձելով պաշտպանել զավակները։ Ժապավենը կպատմե սեփական հայրենիքին մեջ փախստական լալու փորձառությունը եւ բادرազմի հիշողության սերունդ փոխանցումը։ Թեև ներկայացված է միջազգային հարթակներու վրա եւ արժանացած դրական արձագանքի, նյութական դժվարությունները սահմանափակած են անոր դարածումը։ Նարինեի պատմությունը կվկայե, որ Արցախը միայն դարածք չէ, այլ ինքնության եւ արժանապատվության խոր փորձառություն։ Փորձակետներու գնահատմամբ Արևելյան Հայաստանը կգտնվի լուրջ քաղաքական եւ pedagogan վտանգներու առջեւ։ Հանրային դաշտը կներկայացվի իշխանություններուն բարդատրած օրագարկերուն մեջ սուտ երկընտրանքներու եւ կարոշչական ճնշումներու միջոցով, որոնց նպատակը հասարակությունը հոգնեցնելն ու ապագայումնորոշելն է։ Այս մասին նշած է փորձառու դիվանագետ Վահագն Մելիքյանը։ Մասնակիցները կշեշտեն, որ անհրաժեշտ է ցեվավորել զուգահեռ օրագարկեր հիմնված քաղաքապարներու, ազգային նպատակներու եւ pedagogan շահի վրա։ Ժողովուրդը մեղադրելն անընդունելի է։ Ան պատրաստ է բայկարի, եթե ունի հստակ նպատակ եւ վստահելի առաջնորդություն։ Առանցահատուկ մտահոգություն կհառաջացնեն եկեղեցվո շուրջ սատրիչ գործողությունները, որոնք կդիտվին որպես հասարակական բախումներ հրահրելու փորձ։ Թեև ժամանակավորապես ցախողեցան միասնականության շնորհիվ, վտանգը կմնա եւ անհրաժեշտ է պատրաստ ըլլալ նոր փորձառություններու առանց բռնության։ Արդակին եւ ներքին քաղաքականության մեջ արձանագրվող սխալները կստեղծեն նոր լծակներ հագարագործներուն համար, վտանգելով անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Խաղաղության անունով զիջումները չեն կրնար փոխհատուցել ազգային գորուստները։ Փորձակետներու եզրակացությունը անփոփոխ է։ Անհրաժեշտ է կանգնեցնել երկրի աղետաբեր ընթացքը, հրաժարել անսավորված հակադրություններեն եւ կենտրոնանալ համազգային քեր նպատակի վրա Հայաստանի pedagoganության պահպանման եւ ամրապնդման համար։ Անկորձությունը եւ դիտորդի դեր խաղալը կրնան անտառնալի հետևանքներ ունենալ երկրի ապագային համար։ Հայերուն ներկայությունը Երուսաղեմի մեջ կսկսի քրիստոնեության դարացման առաջին տարերեն։ 4-րդ տարուն քաղաքին մեջ հիմնվեցան հայկական բանկեր եւ եկեղեցիներ, որոնք դարձան հայ հոգեվոր եւ մշակութային կյանքի ամուր հենարաններ։ Տարերու ընթացքին Սրբոց Հակոբյան ծվանքը դարձավ Երուսաղեմի հայկական կյանքի կենտրոնը։ Հոն գազմանվորվեցավ հայոց պատրիարքությունը, որուն իրավասության ներքո ջանցվեցան հայկական իրավունքները Սրբոց Հակոբյան ծվանքի, Սուրբ Հարության տաճարի եւ Բեթխեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի մեկ մասի նկատմամբ։ Դարբեր ժամանակաշրջաններու իշխանությունները արաբականեն մինչև Օսմանյան վերահաստատեցին հայրու համահավասար իրավունքները սուրբ տեղերուն մեջ։ Երուսաղեմը հայ ժողովրդին համար մնաց ուխտագնացության քերազանց կենտրոն։ Դարբեր հայկական կաբարներեն ամեն տարի ուխտավորներ կմեկնեին դեպի սուրբ քաղաք, հաղթահարելով երկար եւ վտանգավոր ճանապարհներ։ Ուխտագնացությունը ոչ միայն հավատքի, այլև ազգային ինքնության արտահայտություններ, իսկ Երուսաղեմեն վերադարձող ուխտավորները մեծ պատիվ կվայելեին իրենց համայնքներուն մեջ։ Հին Երուսաղեմի 4 թաղամասերեն մեկը հայկական
թաղը մինչև այսօր կպահպանե իր պատմական ձևը։ Քարաշեն շինություններն ու Սիոն լերան թիրքը կստեղծեն առանձնահատուկ հոգևոր մթնոլորտ։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կմնա հայ առաքելական եկեղեցու 4 նվիրապետական աթոռներեն մեկը, պահպանելով հայ ժողովրդի թարավոր իրավունքները սուրբ տեղերուն մեջ։ Հայկական Երուսաղեմը կենդանի վկայություն է հայ ժողովրդի պատմական ներկայության եւ հավատարմության։ Ինչպես պետք էր հավաքվել եւ հեռանալ, բայց մենք հավաքվեցանք ու հեռացանք։ Բնիկ Արցախցի Վահագն Խաչատրյանի խոսքերով կներկայացվի Արցախի վերջին օրերեն անձնական եւ հավաքական ողբերգությունը։ 9 ամիս շրջափակման, սովի եւ թեորայքի բագասի պայմաններուն մեջ Ստեփանագերդը դարձած էր համընդհանուր ցավի կետրոն։ Վարելիքի բահեստի բայթումը հարյուրավոր մահ բերավ առանց փրկության հնարավորության։ Ապա սկսավ հերացման ճամփան, մեքենաներու անվերջ չարասյուն, անորոշություն եւ լրությամբ լեցուն հագարի գամուրջը։ Դարձավ ոչ թե փրկության ուղի, այլ դրախտեն բդարման վերջին սահմանը։ Մարդիկ անցան գամուրջը, սակայն իրենց հոգիները մնացին հոն, դուներուն մեջ, գերեզմաններուն մեջ, լերներու լրության մեջ։ Արևելյան Հայաստանի մեջ սկսավ ժամանակավոր կյանքի շրջանը։ Ժամանակավոր գացարաններ, ժամանակավոր գոյություն, բայց անժամանակ ցավ։ Վահագն Խաչատրյանի այս պատմությունը միայն հիշողությունը չէ, անհարցում մնե ուղված բոլորիս։ Ինչ է հայրենիքը, քարտեզ թե հիշողություն։ Քանի թեր կա մարդը, որուն սրդին մեջ Արցախի լերները ավելի իրական են, քան իր շուրջը գտնվող քաղաքը, Արցախը գաբրի, իսկ ապրող հիշողությունը վերադարձի խոստում մնե։ Հոկտեմբեր 19-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարը արտացոլվեցավ բացառիկ ու պատմական դեպքով հայ կաթողիկե առաջնորդ ցեղասպանության նահատակ Իգնատիոս arczepiskopos Մալոյանի սրբատասմամբ։ Իգնատիոս Մալոյան 1915-ի ցեղասպանության նահատակներեն մեկը քրիստոնեական հավատքի եւ ազգային պատկանելիության համար դարձավ հզոր խորհրդանիշ։ Անոր սրբատասումը կխորհրդանշե ոչ միայն Մալոյանի անձնական զոհաբերությունը, այլև միջազգային ճանաչումը հայրու թեմ իրականացված ցեղասպանության իրականության։ Այս անգամ Հռոմի 3 պապերու անմիջական հովանավորության ներքո իրականացված սրբատասումը դարձավ ցեղասպանության ճանաչման շարունակականության եւ հայ ժողովրդի հիշողության ամրագրումի նշան։ Սրբատասումը համախմբեց հայ համայնքի բոլոր շերտերը, անկախ քաղաքապարախոսական եւ թվանապանական տարբերություններ են։ Նպատակն էր շեշտել ազգային ինքնությունը, քրիստոնեական հավատքը եւ ցեղասպանության հիշողությունը, նպաստելով պատմական փաստերու, հուշերու եւ արխիվներու հանրայնացման։ Այս սրբատասումը նաև ոգևորիչ պատկան մնե աբակայի համար։ Մալոյանի հիշադակը եւ մասունքները նորոգեցին հետաքրքրությունը հայ կաթողիկե, ինչպես նաև համազգային գրթական, մշակութային եւ հոգևոր կյանքի նկատմամբ։ Սրբատասման շնորհիվ հայերու ցեղասպանության ողբերգությունը դարձյալ կհիշադակվի, կբացահայտվի վաղեմի փաստաթուղթեր եւ նոր սերունդը կներշնչվի պահպանելու ազգային եւ գրոնական ժառանգությունը։ Երանելի Իգնատիոս Մալոյանի սրբատասումը այսօր կհիշեցնե, որ հայ ժողովրդի պատմությունն ու հավատքը մշտապես կենթանի են, որպես ազգային ինքնության եւ մարդկային զոհաբերության հավերժական խորհրդանիշ։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիդողներուն գշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներգային եւ աբակային վերաբերող, քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բացածայնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, ղարաբարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցության մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կապրաբնցեվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին պահապանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են, պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական գայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։